Ողջույն, եթերում կրկին լույս հաղորդաշարն է։ Այս հաղորդման շրջանակներում մենք հյուրընկալել ենք գերմանաբնակ, ապագա բուժքույր, ակադեմիայի ուսանող Իսկույի Սարգսյանին։ Ողջույն սիրելի Նարինե, շնորհակալ եմ քո ծրագրին ինձ հրավիրելու համար։ Թող Աստված օրհնի քեզ եւ այն ինչ որ դու անում ես հիմա, ես հավատում եմ, որ դա նաեւ աստվածահաճո գործ է եւ թող Աստված բարգավաճում եւ հետագա ավելի լայնածավալ աշխատանք տա։ Սիրելի Իսկույի, նախ շնորհակալ ենք հաղորդման հրավերը չմերժելու եւ հյուրընկալվելու համար եւ առաջին հարցը, որ կցանկանամ տալ ձեզ, հետեւյալն է. Ինչպիսի մարտահրավերներ եք տեսնում արտերկրում ապրող հայերի համար, ովքեր ունեն խնդիր իրենց հավատքը պահելու եւ իրենց սերունդներուն ու երեխաներին փոխանցելու համար։ Ինչպես եք դրան վերաբերվում եւ ինչ մարտահրավերներ կան ժամանակակից աշխարհում։ Նայնա ջան, մարտահրավերների երբևէ չեմ հանդիպել, որովհետև ինչպես որ նշեցի, ապրում եմ մի երկրում, որտեղ որ ազատ ընտրության հնարավորություն ունեմ, ինչպես որ իմ ազգի մեջ, իմ Հայաստանում, այդպես էլ այստեղ Գերմանիայում որևէ մի անգամ չեմ ունեցել շարժառիթ մարտահրավերի հանդիպելու եւ փառք Աստծուն երևի թե դրա համար, որ ոչ մի ձևով, ոչ մի տեղից արգելք չի լինում եւ չի հանդիսանում բացասական շարժառիթ հավատքի եւ հոգեվոր կյանքի նկատմամբ։ Ես ապրում եւ իմ քրիստոնեական կյանքի մեջ փորձում եմ բարգավաճել, որովհետև քրիստոնեությունը դա մի մեծ հսկայական ճշմարիտ ուսմունք է, որին պիտի կարողանաս տիրապետել ճիշտ ձևով, փորձում եմ այդպես ապրել։ Մարտահրավերները փառք Աստծուն դեռևս չեմ հանդիպել։ Ձեր կարծիքով ինչպես կարող է քրիստոնեական արժեհամակարգն ազդել, որ մարդը մնա բարի, ազնիվ, ներողամիտ, արդար այն դարաշրջանում եւ այն արժեհամակարգում, որտեղ որ տեղ չեն տրվում այդ արժեքներին եւ երբեմն անգամ դուրս են մղվում, խեղաթյուրվում են, չեն գնահատվում, ինչպես կարող է մարդը մնալ այդպիսին։ Այո, Նարինե ջան, քրիստոնեական արժեհամակարգը կարող է օգնել մարդուն մնալ ազնիվ, մարդասեր, բարեպաշտ, լցված սիրով։ Եվ քրիստոնեությունը հենց դա է քարոզում, սեր է քարոզում, այն ինչ որ եկավ Աստված ու թողեց մեզ, սիրել Տեր Աստծուն եւ սիրել քո դրացուն, մեր դրացուն։ Մենք բոլորս պիտի լցված լինենք Տիրոջ հենց այս կարևոր հատկություններով եւ տարբերվել աշխարհի մարդկանցից, ովքեր որ Աստծուն չեն ճանաչում։ Կոնկրետ ինձ համար շատ կարևոր է ապրել քրիստոնեական արժեհամակարգում եւ լինել բարեպաշտ քրիստոնյա։ Իսկ ինչպես եք վերաբերվում քրիստոնեական արժեհամակարգի արժեքների եւ առասարակ հավատքի դերը հայ ժողովրդի դիմակայության հարցում, մասնավորապես եւ վերջին տարիներին այսքան ծանր դրություններով ենք անցնում, այսքան ծանր իրավիճակների մեջ ենք հայտնվել եւ դեռ կարողանում ենք ուժ գտնել եւ հաղթահարել։ Այ որքանով սրա մեջ կապ ունի քրիստոնեական արժեհամակարգը, քրիստոնեությունը եւ ինչպես է դա ազդում մեր ազգային դիմակայության վրա։ Եթե մեզանից ամեն մեկը լինի ճշմարիտ քրիստոնյա եւ լինի հավատքի մեջ ամուր, ես չեմ կարծում, որ նրան զավակները Աստծուց հեռու կլինեն, որովհետև երեխան փոքր տարիքում ինչ որ տեսնում է ծնողներից, այն էլ ընդօրինակում է եւ թող տա Աստված, որ այնքան ամուր լինի հավատքի ոլորտը, որ մեր զավակները ուղղակի կարողանան ճշմարիտ ճանապարհով գնալ եւ իրենց հավատքը փոխանցել իրենց սերունդներին։ Թող որ արմատ դառնա, թող որ սերմ դառնա, թող որ ամուր հիմքեր ունենա այն քրիստոնեությունը, որը որ մենք ուսումնասիրում ու հետևում ենք։ Թող որ մեզանից ամեն մեկը դառնա
մեկի փրկության պատճառը, որովհետև շատերը չեն ճանաչում ու չգիտեն։ Մարդիկ վախենում են աղանդներից, մարդիկ վախենում են Եհովայի վկաների թիրախն ընկնելուց եւ ճշմարիտ քրիստոնեությունից շատ հեռու են հենց այդ վախի եւ գայթակղության պատճառներից դրդված։ Դրա համար թող որ մենք լինենք այն հավատացյալները եւ այն քրիստոնյաները, ոչ թե շեղված եւ այսպես այլաբանություններին տրվելով, այլ լինենք ճշմարիտ քրիստոնյաները, եկեղեցու անդամները, որ կարողանանք մարդկանց, ովքեր որ չեն ճանաչում Աստծուն, բերել եւ ճանաչեցնել իրական կենդանի Քրիստոսին։ Սիրելի իսկույի, անչափ շնորհակալ ենք եւ կցանկանայի նաեւ վերջին հարց ուղղել ձեզ։ Եթե դուք ունենայիք ուղերձ հղելու հնարավորություն, ինչպիսի ուղերձ կփոխանցեիք հայ ազգին, հայ հասարակությանը, հայ ժողովրդին, հայ երիտասարդներին, ուսուցիչներին, ընտանիքներին, որոնք իրենց առջև խնդիր ունեն ազգի պահպանությունը շարունակելու, ազգապահպան գործունեություն իրականացնելու, մասնավորապես այն ժամանակահատվածում եւ կարող է ընդհանրապես աշխարհում եւ հայ ազգի համար լինել նույնիսկ խավար ժամանակաշրջան։ Ինչպիսի ուղերձ կհղեք։ Նայնի ջան, թե ինչ ուղերձ ունեմ մեր հայ երիտասարդներին, մեր ժողովրդին, որպեսզի նրանք չկորցնեն իրենց հավատքը եւ քրիստոնեական արժեքներով ապրեն անգամ ամենադժվար, ամենախավար օրերի մեջ, ուղղակի մնալ հավատքի մեջ, ուղղակի ամուր բռնել Քրիստոսի ձեռքը, ուղղակի ուսումնասիրել Աստծո խոսքը, ճշմարիտ խոսքը, այն ինչ որ եկել ու դարերով մեզ է հասել, թող որ հիմք դառնա Աստծո խոսքը մեր քրիստոնեության մեջ ամուր որպես կորիզ, որպես հիմք հանդիսանա եւ ոչ մի իրավիճակներում մենք չթուլանանք եւ չտկարանանք, ամեն բան է լինում ա կյանքում, ամեն դժվարությունների էլ հանդիպում ա մարդ, բայց արդարը 7 անգամ էլ եթե ընկնի, Աստված վեր կբարձրացնի եւ Աստծո մեծ խոստումները Սաղմոսներում որ գրված են եւ դու կքայլես օձերի ու կարիճների վրայով կող կտաս կոյրուններին եւ վիշապների ձագերին եւ քեզ ոչինչ չի պատահի, այո, այդ խոստումները մեզ համար են, թող որ Աստված օրհնի մեզ, թող որ քրիստոնեության համար ամուր հիմքեր ունենանք Աստծո խոսքը, կրթվել Աստծո խոսքի մեջ, ճանաչել Աստծուն եւ մնալ Աստծո մեջ։ Շնորհակալ եմ քեզ հրավերքի համար եւ այս հրաշալի ծրագրի համար։ Աստված օրհնի քեզ, Նարինե ջան։ Սիրելի իսկույի, անչափ շնորհակալ եմ այս բազմաբովանդակ հարցազրույցի համար եւ շնորհակալ եմ, որ չմերժեցիք մեր հրավերը եւ չնայած ձեր զբաղվածությանը կարողացաք մասնակցել։ Անչափ շնորհակալ եմ։ Խոսքս ավարտելուց առաջ Նարինե ջան, ուզում եմ քաջալերեմ երիտասարդներին եւ հայ ընտանիքներին, որ ամեն իրավիճակներում, ինչ դժվարություններ որ կլինեն, ինչ հարձակումներ որ կլինեն, ինչ տեսակի որ խավար եւ դժվար օրեր կլինեն մեր կյանքերում, ձեր կյանքերում, թող որ երբեք չերերակ եւ թող ձեր սրտերը չնվաղեն ձեր որովայներում, մենք կանգնենք հավատքի մեջ ամուր, բռնելով Քրիստոսին եւ լինելով Աստծո ընտրված զավակներ, քայլենք դեպի առաջ, որպեսզի համբերատարությամբ ժառանգենք կյանքի պսակը։ Թող Աստված օրհնի բոլորիս, թող Աստծո զորացնող ձեռքը մեզ զորացնի եւ ամեն դժվար իրավիճակում մեր տկարացած սրտերը թող Աստված մխիթարի։ Օրհնված լինեք, շնորհակալ եմ քեզ Նարինե ջան, այս ծրագրին ինձ ընդգրկելու համար եւ մասնակցության համար, թող որ Աստված բարգավաճում բերի քո բոլոր իրավիճակների եւ բոլոր ծառայությունների մեջ, սիրելիս, Աստված օրհնի քեզ։ Դե ինձ սիրելի հեռուստադիտող, դուք դիտում եք Լույս հաղորդաշարը, եթե ձեզ հետաքրքրում են այս թեմաները, որոնք արդի աշխարհում որքան էլ որ հետին պլան են մղվել, սակայն մնում են ժամանակակից, կարող եք հետաքրքրվել, դիտել մեր հետագա թողարկումները եւս, բաժանորդագրվել մեր YouTube-յան, Instagram-յան եւ Facebook-յան ալիքներին, որովհետեւ սա արժեքավոր տեղեկատվություն է, որը
փոխում է սերունդների մտածողությունը։ Եկեք լինենք այն ազդակը, որը զարկ կտա նոր մտածողության, նոր դաստիարակության եւ նոր քրիստոնեական արժեհամակարգի վերարժևորմանն ու զարթոնքին։ Եթերում լույսներ, կհանդիպենք։